առաջ ձեր երեխեքա, ձեր սաները ասեցին, որ բարև ձեզ, դուք էլ եկեք, վախեցան, քիչ առաջ գրելով աթոռները, կատակով ասացին, դերասանի կյանք չի, արդեն տենց համտացած, հա, ինչու այդպես, ոնց որ թե այդ ընթացքում հասկացել են դերասանի կյանքը։ Դե իրականում հանդիսատեսը երբ որ նայում է դերասանին, չգիտես խի միշտ փորձում է հաշվել իր գումարները, որը որ Հայաստանում այդպիսի բան չկա, հիմնականում հոլիվուդյան աստղերին, իրանց յախտաները, չգիտեմ մյուսը, ու չեն մտնում կուլիսներ, հա, չեն հասկանում ինչ դժվարության միջով է անցնում դերասանը կերպարը կերտելով, հա, ինչ ճանապարհ է անցնում, մենք հիմա եկել ենք այն վերջին փուլին, որտեղ արդեն լույսն ենք դնում, այդպես ու իրանք հասկացան ինչքան դժվար է։ Լսել եմ, որ գողացել եք դերասաներին պարի խմբից, ինչքան գողացել են ճակերտներով իհարկե, այսինքն մնջախաղը երեխաները այդքան լավ չգիտեին երևի, հա, մնջախաղը ինչ է, շատերը գնում էին պարի, իսկ то есть հիմա մնջախաղից, հիմա այդ փորձերից հետո, ինչ որ դուք իրենց տվեցիք, երևի թե փոխվեց եւ իրենց պատկերացումը մնջախաղի մասին։ Այո, ասեմ, այդ գողանալը լավ իմաստով, ամենալավ իմաստով, չգիտեմ, ես գողանալ բառի մեջ լավ իմաստ չեմ տեսնում, չէ, այդպիսի բան չկա, անցկացվել է կաստինգ, երեխաները եկել են, հերթով բոլոր մենթորները, մասնագետները նստած, ընտրել են երեխաներին ու տենց բան չի եղել։ Եվ ավելին ասեմ, մենք ունենք երկու խորհամր երեխա, որոնք հաղթահարեցին այս շեմը եւ շատ լավ, այսինքն կտեսնեք ելույթը, ինչպես են իրանք ձայնը չլսելով կողքինների հետ շարժումը ընկալում այդ նույն ռիթմի մեջ, նույն խաղի մեջ, այդ ամեն ինչը անում։ Դե իսկապես հետաքրքիր է։ Իսկ ձեր այդ փոքրիկ ներկայացումը ինչի մասին է։ Ինքը թանգարանն է, այն Մոմե արձանների թանգարան կա, չէ, աշխարհում մի քանի տեղ, այդ արձաններն են, որոնք կենթանանում են, չարն է իրենց կենթանացնում, բայց հետո իրենք տեղում չարին հաղթում են, գնում են բարությամբ, արդեն պարային կտոր ունենք եւ առավոտը բացվում է, զանգերը հնչում են, նրանք նորից գնում են կանգնում են իրենց տեղում։ Հեքիաթ է, փոքրիկ հեքիաթ։ Կան երեխաներ, որոնք արդեն որոշել են, որ հետագայում կդառնան մնջախաղի։ Այս տարի դեռ չենք խոսել, դեռ հիմա այս փուլի մեջ ենք, որ աշխատում ենք, ելույթից հետո ով ինչ ցանկություն կունենա, նախորդ տարիները, որ աշխատել ենք, արդեն ահագին երեխաներ եկել են թատերական ինստիտուտ, արդեն սովորում են երկրորդ կուրս, առաջին կուրս, այսինքն ոգևորվում են եւ շատ ողջունելի է, որ ընդհանրապես տեղյակ չլինելով մնջախաղի մասին, ինչը որ համ զարմանալի է, համ ցավալի, այսօր այս ինտերնետային բաց աղբյուրների մեջ, որ կարելի է ամեն ինչ վայրկյանական գտնել, մեր ժամանակները չեն, ոչ մեկից տեղյակ չեն, համաշխարհային մնջախաղացներից, ստեղից, ու նույնիսկ բառն է անծանոթ, գալիս են դա ինչ է, ուր պետք է գնանք մնջախաղ, հետո սիրահարվում